Կլասներ մեծ բաժին, այս մեծ բաժնում, կլասներ մեծ բաժնում, հենց կլասներ վերնագիրը մենք հիմա կուսումնասիրենք։ Object-oriented օբյեկտային մոդելը հիմա կիրականացնենք արդեն որպես ռեալ ծրագրային միջոց, կհամընկնեն շատ գաղափարներ միանշանակ եւ չմոռանանք, որ կլասները պայմանավորվել ենք, դրանք թեմպլեյթներ են, շաբլոններ են, իսկ օբյեկտները դրանց իրականացնում են կամ RAM-ում են գտնվում։ Ինչն է հետաքրքիր, ես նոր նկատեցի, որ ինչպես գիտենք, օբյեկտը կոնկրետ էություն է, կոնկրետ RAM գրավող համակարգ է, որը որ տարածություն է գրավում, RAM-ը գրավում եւ ժամանակի մեջ է աշխատում, թայմինգ, այսքան րոպե, այսքան վայրկյան եւ այլն։ Իսկ կլասը abstraction է օբյեկտի։ Ինչն է հետաքրքիր, տարածություն ժամանակ ուղղակի եկեք կապ հաստատենք, շատ սիրուն է ստացվել, որ մենք վերջացրեցինք օբյեկտային մոդելը ժամանակի մեջ գտնվելու օբյեկտի եւ տարածության մեջ գտնվելու փիլիսոփայությամբ։ Ուղղակի կապ եղավ։ Տեսա, ասեցի դրա մասին։ Ես իմ գծագրով ցուցադրեմ, ինչ միշտ ցանկանում եմ կամ ցանկալի է կիրառեմ։ Հետևյալը։ Ուրեմն օբյեկտային մոդելը, ոնց է։ Լավ, անգլերեն գրենք, object մոդել ֆիլոսոֆիաներ, դա տեսություններ, բայց ինքը վերցրած է պրակտիկայից։ Մենք գիտենք, որ օբյեկտային մոդելի գաղափարախոսության հիմքի վրա պետք է ռեալիզացնենք։ Պայմանավորվենք, եթե դուք C# եք ծրագրավորում, իր .NET-ով գուցե ավելի հետաքրքիր է, ունեք class A, այդ ժամանակ տարածքի հիմա ես ասում եմ, անպայման երկու մեծ խմբի ենք բաժանում OOP կատեգորիա բացարձակ, ստեղ կլինեն տվյալներ, օրինակ integer a, ու թող վեկտոր լինի, C#-ում վեկտորը ստեղ է գրվում, եւ գործողություններ, օրինակ ֆունկցիա կլինի իր կոդով, վերադարձնող արժեքով եւ այլն։ Ուրեմն ստացվեց, որ կլասը շատ երկու մեծ բաժնի ենք բաժանում եւ ասում ենք, որ եթե այս կլասին մենք ուզում ենք անհանգստացնենք աշխատենք իր հետ, որևէ տեղ կլասից դուրս, գրում ենք a օբյեկտ եւ այլն, եւ գրում ենք օբյեկտ կետ եւ աշխատում ենք այս անդամների հետ։ Սա այս մոդել նրա թույլատրության մոդիֆիկատորով կլինի, անթույլատրության մոդիֆիկատորով կլինի, չի խանգարում, դուք կարող եք, ասենք, ստեղ փական դնել, public private, ստեղ բաց դնել եւ այլն, կարևոր չէ։ RAM-ի տեսակետից եմ ուզում ասեմ, որ կամ գաղափարի տեսակետից եմ ուզում ասեմ, որ կլասը, ասենք A կլասը, RAM-ում heap է կոչվում, քանի որ ինքը, եթե C# ենք խոսում, հղիչային տիպ է, C++-ում dynamic տիպ է, եթե դուք կլաս ունեք եւ ունեք A օբյեկտ հավասար է new, ենթադրենք C#-ով ենք խոսում միմյանց հետ, սա C#-ի տեխնոլոգիան է, ինչ է ստացվում, երբ որ մենք թարգմանում ենք, թարգմանել, compile, թարգմանել, երբ որ մենք թարգմանում ենք այս կլասը եւ հետաքրքիր է իր ֆունկցիոնալ կոդերը, ֆունկցիան, այս ֆունկցիայի կոդը գրվում է RAM-ում ինչ-որ միտեղ այս կլասի բոլոր ֆունկցիայի կոդերը եւ այս կլասի շաբլոնը, այսինքն այս կլասի ով լինելիությունը, տենց նայենք, դեռ մի քիչ շատ ենք արել, այսինքն այս կլասը որպես նկարագրություն, որպես абստրակցիա, էլի գրվում է ինչ-որ միտեղ, բայց սա շատ քիչ է, կլասը դա նկարագրություն է, դա նկարչություն չէ, նախագիծ է, դա շինարարության նախագիծն է, քիչ, շատ քիչ տեղ է գրավում, եկեք այդ բառը շատ ասեմ, սակավ տեղ, քիչ տեղ, փոքր տեղ, գործևը որ ցանկանանք։ Ուրեմն կլասը իր թեմպլեյթով, իր абստրակցիայով իր էլեմենտները, նկարագրությունները եւ քիչ տեղ է գրավում։ Ֆունկցիոնալ կոդը живой սիստեմա, բնական սիստեմա, իր կոդը ինչ որ միտեղ գրավում է։ Եվ այն արջի ամենամեծ բաժինը, սա մեծ է, քանի որ կլասները հղիչային տիպ են, բայց C# տեսակետից
ահավոր օբյեկտը մեծ տեղագրավում, մեծ։ Այսպիսով օբյեկտի լինելության տեսակետից, եթե մենք նայենք, գույներ բերեմ, այս օբյեկտը ահավոր մեծ տեղագրավում, եթե սրամանը կատարվել է։ Ուրեմն ստացվում է, որ օբյեկտը տեղագրավում եւ չմոռանանք կարևոր հայտանիշ, ոչ թե թարգմանության ժամանակ, կլասը թարգմանության ժամանակ է տեղ գրավում, օբյեկտը կատարման runtime ժամանակա տեղ գրավ։ Սա մեր մոդելն է, ուղղակի կրկնեցինք, բայց տեղ մենք կլաս բացատրելուց հասկանանք, որ ինքը աբստրակցիայի աշճան է, եւ այդ աբստրակցիայի աշճանը հիշվելու տեսակետից, persistent տեսակետից, որ նախորդ դասում ենք անցել, ինքը ահավոր շատ տեղ չի, քիչ տեղ է գրավում, ահավոր։ Ինքը գծագիրը սեյֆում էլ կարող եք պահել որևէ առանձնատան, բայց առանձնատունը ձեր սեյֆը չեք կարող խցկել։ Ահա առանձնատունը առանձին մեծ աշխատանք է եւ մի գծագրով, տեսնենք ինչ գույներ ունեմ, լավ, գույներս վերջացել են, մեկ գծագրով դուք կարող եք ստանալ բազում օբյեկտներ, դարձում առանձնատներ։ Սա մոդել էր, սրանից մենք օգտվել ենք, ստեղծել ենք, ստացել ենք։ Ահա մենք ոնց որ հասկացանք, որ կլասը դա օբյեկտի աբստրակցիան է, վատ չի նշած, ֆիլոսոֆիայի տեսակետից է գալիս։ Կլասը պայմանավորվենք նկարագրություն է, այսինքն մենք նկարագրում ենք, թե ինչ է լինելու, եւ պարզ է, մի քիչ առաջ նշեցի, իր data part-ով, կառուցվածքով եւ գործելակերպով, իր ֆունկցիաներով։ Ահա կլասը մենք եկանք պրակտիկայից։ Դժվար է այդ փիլիսոփայությունը երբեմն օդում շատ խոսել։ Ինչևից է, քանի որ մենք OOP-ից ենք գալիս, Object Oriented Analysis Design։ Շատ լավ։ Ուրեմն, պարզ է, ցանկացած օբյեկտ կլասի օրինակը RAM-ում է գտնվում, տեղագրավում, ահագին ոչ փոքր, մեծ, ինքը կարող է լինել նաև ստատիկ, կոնստանտ անդամներ, որը ծրագրավորման տեխնոլոգիաներից է գալիս, իրեն մոռանանք։ Բայց իմացեք, որ այդ աբստրակցիայի մեջ երկու առանձնահատկություն կա, ստատիկ եւ կոնստանտ լինելու տեխնոլոգիանը։ Կլասը ցանկություն է, բավարար չի, որպեսզի կարողանանք դեկոմպոզիցիան կատարենք։ Դրա համար օբյեկտների, կլասների միջոցով է դրանք կատարվում։ Տեսնելով, ուրեմն պայմանավորվենք, եթե դուք մի կլասով եք աշխատում, ապա կոդի կրկնությունը չեք կարողանում իրենից հրաժարվել։ Ասենք կոդի կրկնությունից հրաժարվելու համար կարող է ներդրված կլաս լինել։ Կոդի կրկնությունից հրաժարվելու համար մենք բանից պարզում է մեր աբստրակցիան, անուն դնենք աբստրակցիա, իմեզ մոտ template, հա, կլաս շաբլոն, այդպես ասենք, այս template անգլերեն է լսվում, ուրեմն ստացվում է, որ այս կլաս աբստրակցիա մենք պետքա կարողանանք սահմանել։ Ինչ է նշանակում, մեր այս կլաս աբստրակցիան նոր անուն ենք դնում, բացարձակապես չխառնեք մեր ինտերֆեյսին կամ աբստրակտ կլասին։ Ինք փոքրիկ կլասը ինչ պատճառով ունի ինտերֆեյս մաս, սա դիզայն պատերներից է արդեն գալիս եւ գալիս է իրականացում մաս։ Գծեմ։ Մենք փոքրիկ կամ հետաքրքիր կլաս ունենք A, թե ինչու ես գույներ կապ չգիտեմ։ Մենք երկու մասի բաժանել ենք, հիմա էլի երկու մասի բաժանենք։ Ուրեմն էլի երկու մասի պայմանական բաժանենք եւ մեկի անուն դնենք ինտերֆեյս, բացարձակ ինտերֆեյսի հետ կապ չունի։ Մենք այսպիսի բան անցել ենք, աբստրակտ կլաս ժառանգականության մասին չի խոսքը։ Դիզայն պատերների տեսակետից, խմբակային կլասների օբյեկտների հավաքման տեսակետից այս շաբլոնը մեզ ասում է գծագիրը այսպես արեք։ Ուրեմն առաջին մասը, որը մենք էլի բաժինների ենք բաժանել, մի այլ տեսակետից, մենք ասել ենք data part եւ behavior part, այսինքն ֆունկցիա։ Հիմա մենք նոր բաժանում ենք կատարում։ Ինտերֆեյս մաս, որի մեջ կարա հիմնականում ֆունկցիաներն են լինում, եւ երկրորդը տվյալների կամ ավելին կառուցվածք մաս, կառուցվածքի մեջ կարա մտնի, հետաքրքիր բան կա այստեղ, իսկապես շատ գեղեցիկ, կառուցվածքի մեջ եւ կարա
data party մաս լինի եւ ֆունկցիաների մաս։ Ինտերֆեյս մասը մենակ ֆունկցիոնալ մասն է։ Ինչի համար ենք սա մենք հնարը։ Ինտերֆեյս մաս նշանակում է կապը արտաքին աշխարհի հետ, բայց որևէ ֆունկցիայով, գույներս վերջացնում եմ, դեղի նկարը։ Այս ինտերֆեյս մասը ֆունկցիաների միջոցով արտաքին կապ է հաստատում։ Օրինակ, TV-ն, հեռուստացույցը, ունի կառուցվածք ներքին պլատայով, մլատայով եւ ունի պուլտ։ Այդ պուլտը գործողություն է եւ մենք իրան կանվանենք ինտերֆեյս։ Այսինքն մենք մոտավորապես սահմանում ենք OOP տեսակետից, բայց չմոռանաք, դա դիզայն պատերնի էլեմենտ է։ Անալիզ դիզայնի մի մաս եմ ես համարում դիզայն պատերնը, որը որ պրակտիկ մասն է։ Ինչևից է։ Ինտերֆեյսը այսա։ Դա պուլտն է, կապն է այլ աշխարհի հետ, մենք այլ աշխարհ ենք, մարդը երբ որ պուլտին սխում է, այլ աշխարհ, այլ կլաս ենք։ Homo sapiens կլասը։ Եվ այդ ներքին կառուցվածքը պարտադիր չի միայն տվյալ լինի։ Գույներս ահագին ահավոր արագ վերջանում են։ Լավ, այս գույնը չեմ արի։ Այս կառուցվածքային մասը ոչ միայն data part է, այսինքն տվյալներ են պահում, integer-ը, ինքը կառուցվածքային ու ֆունկցիոնալ մաս էլ կարա լինի, որը մեր աչքի ցերու լինի։ Ասենք հոսանքի հետ կապված ֆունկցիոնալ մասը մեր աչքի ցերու է, փակ է։ Այդ է կառուցվածքն է։ Եվ դիզայն պատերներում պայմանավորվում են, որ ասենք կառուցվածքը ծրագրավորողներին տալ թույլ սկսնակներին ինտերֆեյսը պատասխանատու է տալ պրոֆեսիոնալներին, այդպիսի դիզայն պատերներում անցումներ կան, կամ ալժի կարող մեր էս առարկայում եղել, լավ չեմ հիշում, եւ իրականացում կամ կառուցվածքային մաս, տեղ իրականացում ասես, ես կառուցվածք գծեցի, բառը իրականացում ավելի գեղեցիկ է, իրականացում։ Այսինքն կապ այլ աշխարհի հետ եւ ինքը ինչպես է աշխատում, դա անունը դնենք իրականացում։ Ես կառուցվածք եմ ասել, կառուցվածքը էլի մեր չափորոշիչներում կա։ Պարզա, բարդ խնդիրների համար կոնտրակտ պրոգրամինգը առաջատեղ է գալ եւ կլասները այդպիսի բան ունեն։ Abstract կլասներ, ինտերֆեյս, բայց իսկական ինտերֆեյս, ոչ թե այս ինտերֆեյսը, սա հենց երկու գաղափար է, որից դուր չի գալիս դասերի ժամանակ, որ ցանկանում եմ բացատրել։ Ինչևից է կոնտրակտ պրոգրամինգը абստրակցիայի տեսակ է։ Կոնտրակտը ասում է, եթե դուք ինձ հետ կոնտրակտ եք պահել, պարտավոր եք կատարել։ Դա ժառանգականությամբ է կատարվում, որի հետևից մենք շուտով կընկնենք։ Շատ լավ։ Ուրեմն բարդ խնդիրների ծրագրավորումը, բավարար բարդը, object oriented օբյեկտային մոդելը լուծում է, պարզ խնդիրները իմաստ չունի, բարդ խնդիրները տվեք քվանտային համակարգիչներին, մենք իրան փոքր մասերի ենք բաժանում абստրակցիայի տեսակետից, այս բառը չմոռանանք, օբյեկտի абստրակցիան է, նկարագրությունն է, թե ոնց կարող ենք մենք դրա հետևից վազել, տեսնել եւ այլն, փոքր մասերի եւ սա հիմնականում գնում է դեկոմպոզիցիայի, ավելի փոքր մասերը լուծում է այդ կարգավիճակը։ Շատ լավ, բարդ խնդիրները կլասների ձևով ենք մենք բաժանում, շաբլոնում, գծագրում ենք մենք, ասինքն եթե մենք բարդ խնդիր ուզում ենք դեկոմպոզիցիա անենք, ստիպված ենք կլասում դա հաշվի առնել։ Պարզա, մի քիչ առաջ ասեցի, սա արդեն ես ասել եմ, ել չեմ ուզում կրկնեմ, ուրեմն պայմանագրային կոնցեպցիա ինտերֆեյսը եւ ներքին կառուցվածքները իրարից տարանջատում են իմ այս գծագրի շնորհիվ, որը որ ես մի քիչ գուցեև առաջ դրա, միտքս այդպես աշխատեց։ Վերջ, համարյա գլխավոր գործողությունները կատարվել է, ուրեմն կարելի ասել, որ գլխավոր պայմանագիրը, եթե կարելի ասել, գլխավոր պայմանագիրն է абստրակցիա եւ բոլոր կլիենտների միջև կապ հաստատել։ Ինչևից է։ Կլասը ասած շաբլոն է, պայմանագիր է, կոնտրակտ պրոգրամինգը իր հետ է վերցնում։ Պարզա, թարգմանման ժամանակ կարող է պայմանագիրը խախտվել եւ կարող է վտանգներ լինել թարգմանման կատարման ժամանակ։ Մի քանի անգամ այստեղ կրկնվել է արտաքին մաս եւ իրականացում, այսինքն ես ոնց որ այնքան կարեւորություն եմ տվել իմ լեկցիայում, նույն նախադասության տարբեր ձևերով ես արտահայտվել եմ իրականացում ինտերֆեյս, ես ստիպված միանգամից էլ կարողացա մի անգամ էլ եւս կրկնել։ Շատ լավ, իրականացումը ներքին կառույցը ավելի շուտ ունի ենթադրաբար
encapsulation տեխնոլոգիա, որը դեռ չենք իմանում ինչ է, այսինքն ինքը թույլ է տալի արտաքին աշխարհի հետ կապնվել հանգիստ դու իրանց հետ ինքը քեզ հետ, ավելի շուտ մենք թույլատրել ենք բոլորին, public շարքմա դրան վրա, ձեր տան վրա չեք դնում որևէ փական, պրիվատ 7 բանալի եք դնում եւ protected մի հատ փոքր, այդպես ասած, փական եք դնում, որ ձեռքով բացվում է։ Այսինքն պատահական քամին չբացի։ Ինչևից է, մենք կարող ենք լրիվ փակել, կարող ենք մասամբ փակել, կարող ենք լրիվ բացել։ Այս 3 տեխնոլոգիաները լեզուներում կա, բարձր C# շատ ավելի զարգացած է, եւ C# կա internal assembly component աշխարից, կա protected internal, կա protected private, կարճ ասած մի 4-3 հատ էլ ավելացրած է C#.net-ի հարուստ գործիքակազմի տեսակետից։ Կարդացեք C#.net 2-ը կամ նայեք այդ վիդեոները կտեսնեք, որ դրանք ինչպես են ազդում։ Ինչն է հետաքրքիր։ Ուրեմն նորից եւս մի անգամ կրկնում ենք եւ ուզում ենք ասել, որ պայմանավորվածություն կա, պայմանավորվածություն կլասի օբյեկտները նախորոք abstraction կլասում պայմանավորվենք, փոփոխականների մի լավ փակում ենք, պրիվատ ենք անում, գնում ենք պաշտպանվածության տակ, դրանք կոչվեն տվյալներ, տվյալները թանկ բան են, բանկում հաշիվը թանկարժեք գործ է, իրան չի կարելի պատահական փոփոխման ենթարկել, երբեմն նրանք դաշտեր ենք անվանում, կարևոր չի, եւ նրանց դիմում ենք գործողություններով կամ protected կամ public։ Սա ինկապսուլյացիայի եւս մի բան է, մենք էլի կկրկնենք parza իրանից ինչա ներկայացնում, բայց կլասի սահմանման մեջ շատ կարևոր է տվյալների թանկությունը իմանալ եւ իրանց դնել պրիվատ համակարգի մեջ, այսինքն փականի տակ։